Երբևէ չէր պատկերացնի, որ իր երեխան սոված ու աղերսող հայացքով կնայի իր աչքերի մեջ ու անուշեղեն կխնդրի, որի գումարն այլևս չի ունենա։ 6 երեխաների մայր Կարինեն իր կյանքի ամենաբարդ շրջանում դիմեց մեզ։ Ներկա պահին ընտանիքը կանգնած է դրսում հայտնվելու վտանգի առաջ։ Կարինեի ամուսինը, որ առողջական խնդրի պատճառով դարձել է անաշխատունակ, այլևս ի վիճակի չէ հոգալ ընտանիքի կարիքները։ Ու թեև նախկինում Նարեկի արժանապատվությունը թույլ չէր տալիս որևէ մեկից որևիցե բան խնդրել, սակայն այսօր ճարահատ ու ընկճված խոստովանում է, որ կյանքի մարտահրավերների առաջ մենակ է մնացել։ Անճարությունից ու հուսահատությունից տղամարդը պարզապես խելագարվում է։ Այն վաղ աշխատում եմ ոչ մի բան նեղություն չենք ունեն, մեզ աշխատում ենք կարմի համ վարձտայի, համ երեխեքի սպայի, բայց հիմա չեմ կարում։ Մենակ հիմա կարում եմ գոյատևեմ։ Մեր գործընկերների հետ հանձնառանք լուծել այս ընտանիքի առաջ ծառացած խնդիրների մի մասը, որ շուտապույտ ոտքի կանգնեն։ Համախմբվեցինք ու տեղ հասցրինք հերթական մեծաքանակ օժանդակությունը։ Առաջին ընտանիքին փոխանցեցինք մեր գործընկեր Բազմոց գրուպի ուղարկած եվրոպական ստանդարտներին համապատասխանող գեղեցիկ ու հարմարավետ բազմոցը, որից ամուսինները շատ ուրախացան։ Սա նվեր էր, որի կարիքը բազմիցս զգացել էին։ Վերնատարը բացվեց, ես տեսա, չգիտեմ ուրախությունից ինչ անեի։ Դաժե չգիտեի որ մեր տուն է այսքան գալիս ուրախությունից։ Չէի պատկերացնում որ կարող ինձ տես դիվանի ելնի իմ տան մեջ իմ երեխեքը քնեին դիվանի վրան։ Դրանից ահավոր ուրախացել եմ ես։ Դռներ ու պատուհաններ արտադրող էկոկոմֆորտ ընկերությունն էլ որ մշտապես կարիքավոր ընտանիքների կողքին է։ Այս անգամ Այվազյաններին աջակցեց ֆինանսապես։ Տարբեր քննարկումների արդյունքում թե ինչպես կարող ենք օգնել ձեզ, հասկացանք, որ այս դեպքում լավագույն տարբերակը ֆինանսական աջակցությունն է, քանի որ դուք եք ձեր ընտանիքի հենարանը։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալություն։ Կարինեն ու Նարեկը նաև սմարթֆոններ ստացան մեր գործընկեր Mobile Center խանութի տնօրինության կողմից։ Նարեկ ջան, Կարինե ջան, հույսներդ երբեք չկորցնեք։ Ձեր մոտ ամեն ինչ կստացվի։ Կարևորը որ միասին լինեք, առողջ լինեք, ձեր այդ դրական էներգիան փոխանցեք ձեր երեխեքին, որ ձեր մոտ ամեն ինչ լավ լինի։ Շնորհակալություն, շատ մերսի։ Մեր նախորդ հանդիպման ժամանակ այս ամաչկոտ աղջնակը անկեղծացավ ու պատմեց, որ ցանկանում է նկարչուհի դառնալ։ Նկարչական պարագաներ էր խնդրել, որի մասին շատ էր երազել։ Arix Group-ն էլ իրականացրեց փոքրիկ Կիմայի այս երազանքը։ Մատիտներ, ֆլոմաստերներ, նկարչական ալբոմներ ու զանազան պարագաներ էր ուղարկել փոքրիկին։ Երազում ես նկարչուհի դառնալ։ Այո։ Այս անգամ մեր գործընկեր Arix Group-ը քո այդ երազանքն է իրականացրել ու քեզ նկարչական բազում պարագաներ ուղարկել։ Ուզում ես տեսնել։ Այո։ Դե բացիր։ Ես գիտեք շատ եմ ուզում սրանից ունել այ։ Ինչու՞։ Որտեղ ես սրանից չեմ ունեցել կյանք։ Խանութ մտնում էինք, ինձ ասում էր մամա կառնես գումար չունեի, ճիշտ ասած որ առնեի։ Դրաններ տալի ասում էր իրանք ինձ ասել որ ամեն ինչ վերել են ձեր համար։ Դու կատարել եք իմ երազանքը, այո ես ինչ ուզեմ նկարել։ Արգավանդեյեմն էլ տեղեկանալով Կիմայի նկարչական տաղանդի ու ձգտման մասին ապահովեց նրա առանձին անկյունը։ Գրասեղան ու աթոռ նվիրեց, որ փոքրիկն ունենա ստեղծագործելու համար անհրաժեշտ ազատ ու հարմարավետ միջավայր։ Տանտիրուհուն մեծ ուրախություն պարգևեց նաև Էջմիածնի PC Electronics խանութների ցանցի նվիրած փոշեկուլը։ Նվերից անակնկալի եկած Կարինեն հուզվեց ու շտապեց տեղեկացնել, որ երբևէ չէր էլ կարող իրեն նման ճոխ գնում թույլ տալ։ Բազմազավակ մայրիկի հոգսը հիմա գոնե փոքրինչ կթեթևանա։ Այս ինչ լավ է գործներս թեթևացավ, մշտացավ։ Հետո դժվարությունից փորձել Ապրել բարի մարդիկ շատ ապրել։ 4 երեխաների հետ շատ դժվար է ամեն րոպե ավելանելը։ Փոշեկուլի մասին ես ճիշտ ասած շուտ էի երազում, որ պետք է ինձ փոշեկուլ առնեի, չէի կարողանում, չէի հասցնում ճիշտ ասած, որ ես տեսա ամենակարևորը էս է, որ գործս հեշտացավ։ Իջևանի գինու կոնյակի գործարանն էլ ընտանիքի համեղ սննդի պաշարներ լրացրել։ Ուղարկել էին բարձրորակ ու բնական պահածոներ, մուրաբաներ, տարատեսակ կոմպոտներ եւ հյութեր։ Առողջ սննդի հարցն էլ հոգացել էր Արզնի հոլդինգի ղեկավարությունը, որը իր թարմ ու բարձրորակ արտադրանքից բացի ընտանիքին աջակցել էր նաեւ ֆինանսապես։ Առաքած օգտակար ու համեղ արտադրանքով ընտանիքի երկարատև սննդի պաշարն էլ հոգացել էր Sunfood ընկերությունը։ Ես չէի պատկերացնում, որ կարող մեզ այսքան օգնություն հասնի։ Ես շատ քանակությամբ քիչ էի պատկերացնում։ Հիմա գիտեմ որ ահագին ամեն ինչ կա, մինչև իմ դզվել է երեխեքս էլի ամեն ինչ կուտեն մինչև ես աշխատեմ, էլի հունի մեջ գնամ աշխատեմ։ Երեխաների սիրելի Big Life ապրանքանիշի մրգային տարբեր համերի դիետիկ յոգուրտներն էլ էինք տարել ընտանիքին։ Փոքրիկները շտապեցին համտեսել դրանք։
Չէինք մոռացել նաև մանուկներին ժպիտ եւ երջանկություն պարգևող քաղցրավենիքի մասին։ Այստեղ էլ մեզ օգնության հասավ Տավուշ Սվիտ ընկերությունը։ Անուշեղենի մնացած պաշարն էլ լրացրեց Ռուսկի բիսկվիտ ընկերությունը, որ ահռելի քանակությամբ քաղցրավենիք էր ուղարկել երեխաներին։ Ես շատ ուրախ եմ, որ դուք մեզ քաղցրավենիք եք բերել, քուրիկիս ապես հետ կկիսվեմ։ Ուրախացա եմ, որ երեխեքիս արդեն սնունդել կա, երեխեքս դուրս չմնա, շատ շնորհակալություն։ Med 911 on-line դեղատան տնօրինությունն էլ Այվազյաններին անհրաժեշտ դեղորայք եւ հիգիենայի պարագաներ էր ուղարկել։ Իսկ ահա Էկոֆորմ ընկերությունն իր որակյալ ու բազմազան տեսականուց մաքրող միջոցներից ու տնտեսական ապրանքներից զատ ընտանիքին նաեւ ֆինանսապես էր աջակցել։ Ինտելեկտի ու հաճելի ժամանցի մեկտեղումն էլ ապահովել էր Edit Print ընկերությունը, տարատեսակ գրքեր ու տետրեր ուղարկելով փոքրիկներին։ Ընտանիքը դրամական օգնություն ստացավ նաև ֆրանսաբնակ Արսենից, Բելգիայում ապրող Արայիկից, Դավիթից, Անտոշկա մանկապարտեզից, ցանցերի աշխարհ ընկերությունից եւ Երևան City սուպերմարկետների ցանցից։ Լավ մարդիկ կան այս կյանքում, որ ինձ կարացեն օգնել, որ իմ երեխեքը դուրս չմնան։ Սպորտի շատ շնորհակալ եմ։ Մի քանի ամսվա վարձ կտա, իսկ գումարով միջև հունի մեջ կընկնեմ, ամուսինս երևի արդեն կկարա ձեռի հետ աշխատի։ Ես էլ ինչ որ կար երեխաների պարտեզ կտեղավորեմ, ես էլ կաշխատեմ։ Այս ահռելի աշխատանքը իրականացնել կարողացանք մեր բարեխիղճ գործընկեր Լեգարա ընկերության շնորհիվ, որ մշտապես Սուրանկյուն հաղորդաշարի կողքին է։ Մեր գործընկերների հետ արեցինք հնարավորն ու անհնարը, որ այս ընտանիքում լացն ու դժբախտությունը փոխարինվի ծիծաղով ու երջանկությամբ։ Բարերարները, որ անտարբեր չանցան նաև Այվազյանների պատմության կողքով, ոչ միայն եկան, ապրումակցեցին նրանց, այլև դրամական ահռելի օգնություն փոխանցեցին, որը կբավականացնի մի քանի ամսվա տանբարձի գումարը մարելու համար։ Այվազյանները մինչև վերջին պահն էլ չէին հավատում իրենց նոր իրականությանը, որը հետայսու լինելու է առանց խեղված ճակատագրերի։ Սվետլանա Ավդիշյան, Վահան Գուլոյան, Սուրանկյուն։